Կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է դրանով զբաղվեն, դա քաղաքական ուժերի խնդիրն է, այո, ժողովրդի մեջ կա դժգոհություն, ժողովրդի մեջ կա հետևյալ մոտեցում, որ ընտրությունների արդյունքում իրանց կեղծվել է, ընտրությունների արդյունքը չեն համապատասխանում են պատկերը չունեն ինչ իրականում կա, ու ժողովրդին պետք է մոբիլիզացնել, ժողովրդի հետ պետք է ճիշտ աշխատել, ու ժողովրդին, այո, պետք է ժողովրդին համախմբել ու գնալ այդ ճանապարհներով, ինչը մեզ օրենքը թույլ է տալիս։ Ես կարծում եմ, այո, նման պոտենցիալ կա։ Եթե կարելի է նաև թեմայից դուրս մեկ հարցել, այսօր հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահը դառնալու է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, նախագահությունը նա է ստանձնելու, այսինքն այս կառուցվածքային փոփոխությունների համատեքստում։ Պատկերացնում եք ինչ է սպասվելու դրանից հետո ակադեմիային։ Ես մինչև դա ուզում եմ ուղղակի ձեզ հիշեցնեմ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, երբ որ ուզում էր իշխանության գալ, Ֆրանսիայի հրապարակում ինչ էր ասում։ Ֆրանսիայի հրապարակում ինքը ուղղակի ասում էր բուհերը հաստատությունները հետազոտական, պետք է ամբողջությամբ ապա քաղաքականացվեն, պետք է ռեկտորին ընտրեն բոլոր ուսանողները, բոլոր դասախոսները, իսկ այսօր ապա քաղաքական, ապա կուսակցական պայքարից է խոսում, այսօր բոլոր բուհերում քաղաքական կուսակցական դեմքեր են։ Այո, նույնը նաև սա խնդրալուց է, եւ գիտեք, մենք նույնիսկ օրենքի դեմ, երբ որ օրենք ընդունում է, դրա մասին բազմիցս խոսել ենք, որ Վարչապետական կրթության օրենքը խնդրահարույց է, որը այո նաև ակադեմիայի ճակատագրին է, ակադեմիայի գոյությանն է սպառնում, եւ այս որոշումները նաև դրա արգասիքն են, հետագայում ինչ են իրենք իրականացնել, պարզ երևում է, մենք գիտեք նաև Սահմանադրական դատարան ենք նաև խնդրել ենք ազգային ժողովի պատգամավորներին իրենք դիմել են Սահմանադրական դատարան եւ մոտ օրերս նա Սահմանադրական դատարանում քննարկվել են Վարչապետական կրթության մասին օրենքի սահմանադրականության հարցը։ Հուսանք Սահմանադրական դատարանը դրան կտա որոշակի ջր եւ այդ օրենքը չի մտնի ուժի մեջ, որտեղ այդ օրենքը սպառնում է բուհական ամբողջ հետազոտական մեր համայնքի լիարժեք ինքը վնաս է պատճառում։